Ես փոքրիկ եմ, բայց ինձ ճանաչում են արդեն։ Երկչույի դառնալով մար իհարկե դեռ շատ միայն տաղանդը չի պետք։ Այո, իհարկե։ Շատ աշխատի։ Հələ մի հատ ինձ ասա դու ես քո զբաղված օրվա մեջ ոնց ես հասցնում նաև բլոգ ունենալ։ Իսկ արի փոքրիկ էլ առանց վայբերիսի կրկին ձեր տուն գա։ Տղա ջան, մի հատ թող տենանք մենք ինչ ենք անում։ 2-3 տարի սպասում ենք, որ երեխեքը մեծանան մտնենք գործի։ Մի անգամ ինձ հարցրեցին, ասին, իսկ չես ուզենա քեզ վաստակավոր արտիստ տան։ Ինձ անկեղծ ասա մաման է համով պատրաստում թե տատիկը։ Ոչ մեկ ինչ եմ ասում։ Ես հասկացա, որ ես ունեմ ամեն ինչ, բայց չունեմ գլխավոր ինչ-որ մի բան, որը կարող է ինձ լիարժեք դարձնել։ Ձեր տեսանկյունից էս պատմությունը ոչ ոքս դեռ չենք լսել ամբողջական մի տեսակ։ Ինչքան հարվածներ եմ ին վրա վերցրել, որ իրանք թեթև ասեն այդ ճանապարհը։ Նայում եմ ինձ, ասում եմ, բայց ես այսպես չեմ եղել։ Պապան շատ բարդ, թունդ մարդ է, ասում եմ, թունդ մարդ Անաջարյանն է, հիմա պապային է ու իր հետ հեշտ չի։ Իրոք հեշտ չի։ Երեքն է վաստակել են առանձին եւ այնուամենայնիվ ֆինանսների կառավարումը կարևոր բան է եղել։ Ինչպես է կարողացել ճիշտ անել այդ ամեն ինչը։ Այն երազանքներ, որ համաշխարհային լինել Սիլվան, բայց իմ լեզու չունենալ իմ տունը շատ քան է։ Գոհ Սիլվայի ամուսնուց։ Հաղորդման գլխավոր գործընկեր Բալան գրուպ։ Գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբում ուզում եմ խնդրել նրա համար, որ իմ էջը լինի էլ ավելի ակտիվ, ես կարողանամ էլ ավելի շատ հաղորդումներ պատրաստել եւ դրանք էլ ավելի շատ մարդիկ դիտեն, խնդրում եմ անպայման սեղմել զանգի կոճակը, բաժանորդագրվել, առաջարկել ձեր ընկերներին բաժանորդագրվել Hermine Dialogue-ի պաշտոնական ալիքին YouTube-ում, ինչպես նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Ամառ է արդեն եւ ես վստահ եմ, որ շատերդ ուզում եք քաղաքից դուրս գալ, հանգստանալ, իդեպ ես էլ ինքս ինձ չդավաճանելով բոլորովին վերջերս գնացել էի Ծաղկունք գյուղ, որտեղ գտնվում է իմ սիրելի գործընկեր Արտերի արտերը եւ ես մի շատ գեղեցիկ տեսահոլովակ եմ պատրաստել հենց այդ արտերից, առաջարկում եմ դիտել եւ վայելել բնությունը եւ բանաստեղծությունը։ Արտս ոսկուն է։ Նման բոցերու ցորենն է բռնկեր առանց այրելու։ Արտս ոսկուն է, երկինքն է կրակ։ Հողը խորխոլած ծղոտներուն տակ։ Արտս ոսկուն է, քարաշար հասկեր, քարաշար սաթով արև են հագեր։ Արտս ոսկուն է, բոր, մեղու, պիծակ, քիստերուն մեջ են կանցնեին զերդ փայլակ։ Արտս ոսկուն է, մերտկել է հովեն դեղցանիկ մթիր ոսկեցուպ ծովեն, օրոր ոսկուն արդ, օր տուր հասուն արդ, գամ ոսկիտ հնձեմ մագաղով արծատ, արտս ոսկուն է։ Այսօր իմ տուն ռեստորանում հյուր է լինելու շատ շատերի սիրելի մի երգչուհի, ով տարիներ առաջ հայտնի դարձավ իր յուրահատուկ մի երգով, որը կոչվում էր Գիշերը։ Վստահ եմ շատ շատերդ այդ երգով եք հենց ճանաչել եւ սիրել հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանին։ Իսկ թե ում հետ է նա այսօր իմ տուն ռեստորանում հյուր լինելու, կիմանաք հենց հիմա, երբ դուռը բաց է։ Ողջույն բոլորին, մենք եկել ենք հյուր մեր սիրելի Հերմինե Ստեփանյանին, շատ լավ զրույց ենք ունենալու եւ իհարկե շատ համեղ բաներ ենք պատրաստելու եւ ես միայնակ չեմ, ինձ հետ են հաղորդման հյուրերը, այնպես որ սիրելիներս մեզ բարի եթեր, ձեզ շուտով բարի դիտում։ Բարև ձեզ։ Մենք վաղուց իրար չենք տեսել։ Այո, դա շատ վաղուց է։ Համեցեք։ Վայ, շնորհակալություն։ Միլա, պրիվիտ։ Ոնց ես։ Ինչ սիրուն ա, ոնց որ տիկնիկ լինես դու։ Եվ ծանրաբերել։ 1000 տարի չենք տեսել իրար։ Լավ։ Շատ մերսի, որ ձեր ծանր, զբաղված գրաֆիկի մեջ ժամանակ գտաք եւ ինձ հյուր եկաք։ Ինձ համար այս հանդիպումը շատ կարեւոր էր։ Շնորհակալ եմ քեզ,
որ այսքան լավ ֆորմատային հաղորդում ունես, որ բոլորը մեծ սիրով են գալիս ու շատ լավ է, որ մենք էլ կարողացանք գանք վերջապես։ Գիտես, Սիլվա, ես ընդհանրապես հայկական շոու բիզնեսում շատ քիչ մարդիկ կան, ում հետ երկար չեմ շփվում ու կարոտում եմ, չեմ թաքցնում։ Բայց քեզ անկեղծ ասած շատ եմ կարոտում, որովհետև երբ քեզ հանդիպել եմ, քանի տարեկան էր, դուք կհիշեք։ 16, 17, դրանից հետո շատ ջրեր են հոսել, դրանից հետո ծնվել է Միլան, հետո Սառան, ես իրենց չեմ տեսել եւ հիմա մի տեսակ ոնց որ համ պատկերացնում եմ, որ դու իհարկե արդեն մի քիչ ավելի տարիք ես առել, ընտանիք ունես, բայց չեմ պատկերացնում, որ քո երեխան է 20 տարի հետո։ Ինչքան բան փոխվեց։ Դե ինչ խոսենք փոփոխություններից, ես առաջարկում եմ մեր հանդիպումը Armenia Wine ընկերության Armenia Rose-ով սկսենք, բարի գալուստ ասենք։ Միլան դեմ չի լինի, չէ՞ որ բալի հյութով մեզ ասի բարի ողջույն։ Կարելի է, չէ՞ դու բալի հյութ խմես։ Հետո որ դառնաս 18 տարեկան, արդեն գինի, շամպայն, բան, սենց բաներ կփորձես։ Հա? Բարի գալուստ։ Բարով տեսանք։ Բարի գալուստ, Միլեչկա։ Միլ որտեղից ես գալիս այսօր? Տնից ես եկել։ Հա դու տնից ես այսօր եկել, չէ՞։ Լավ, խմի կասես։ Մանկապարտեզից։ Օ, այսօր գնացել ես մանկապարտեզ։ Ինչ էիք այսօր անում պարտեզում։ Պարտեզում աշխատանք էինք անում, մարդուկ էինք նկարում գունավոր։ Հավես է մանկապարտեզում։ Միլ, հələ մի հատ ինձ ասա դու ես քո զբաղված օրվա մեջ ոնց ես հասցնում նաև բլոգ ունենալ։ Ինչն է բլոգը։ Այն քո Instagram-ի էջը։ Նկարահանումներ ենք անում, ո՞նց ենք հասցնում։ Ոնց եք հասցնում։ Իքի դժվար։ Ահա։ Ով է մտածում ինչ նկարեք։ Մաման։ Իսկ ինչ մտածում ա դու հեշտ համաձայնում ես, թե օրինակ լինում ասում ես, չէ մամա, այդ մեկը դուրս չի գալիս, չեմ ուզում նկարվեմ։ Իհարկե, այո։ Որ մասը իհարկե այո, այդ մամատ ասել է ինչ ասեմ, կասես իհարկե այո։ Անկեղծ մենք ոչինչ չենք պայմանավորվում։ Ես էլ եմ հիմա տենց հետաքրությամբ լսում իրար։ Մի հատ ինձ ասա մաման, որ օրինակ ասում է, արի նկարենք օրինակ ուսուցողական ինչ որ մի բան, օրինակ քամու մասին, անապատի մասին, դու մի անգամից ասում ես հա մամա ջան արի նկարենք, թե ասում ես չէ մամա չեմ ուզում, ինքը համոզում է քեզ։ Այո։ Միլա շատ լավն էր, այո, լավ, ես առաջարկում։ Ես սիրում էի նկարչական գնալ։ Գնում էիր, նկարչական էիր գնում։ Ինչ էր ուզում դառնայիր։ Ես նկարչական էի ուզում դառնալ, այն էլ որոշեցի, որ դառնալու եմ երգչուհի։ Օ, իսկ էլ նկարչության չես գնում։ Չեմ գնում, բայց էլի գնում եմ։ Գնալու ես։ Լսի, իսկ այդ որ ուզում ես երգչուհի դառնալ, պապիկի հետ արդեն համաձայնեցրել ես, ինքը քո պրոդյուսինգով զբաղվելու է, ոնց որ մամայով է զբաղվում օրինակ։ Այո։ Հարցրել ես։ Թե նոր ես ուզում հարցնել։ Նոր։ Դե հարցրու։ Ասա կզբաղվես, որ դառնամ երգչուհի, պրոդյուսինգը կանես։ Այդ պապիկը անելու է։ Ինչ գիտես։ Ինքը գիտի, իրակ գիտեմ, որ պապիկը պատրաստ է։ Հակոբ Իմ շատ կյանքերն չի է։ լինի եւս մեկը ընտանիքից, ում համար պետքա պայքարել, պետքա կողքին լինել, պետքա խր հեշտ չի, չէ։ Կամ, հələ բացի միլաս իրանից մեծ քուրիկ Այո, Լիկաս, Դիաս, դրանք հակում Լիկան արդեն երգում է, չէ, տեսահոլովակ ունի, այո։ Մանեի աղջիկա մասին ենք խոսում։ Այ Էդգարի աղջիկա։ Մանեի բալիկներն են շատ տաղանդավոր են, տղան ֆուտբոլիստ, մեծ աղջիկը շատ սիրուն նկարում է, ես կարծում եմ, որ այսպես որ գնա շատ շուտով ինքը իր ցուցահանդեսը կանեն, որտեղ շատ գեղեցիկ նկարում է։ Ամենապուջուրը շատ տաղանդավոր է, իրոք ու շատ, ոնց ասեմ, մենք վայքում մի հատ բառ ունենք, բայց հակինանա ենք ասում, այսինքն որ քոքված էլի։ Օ, բրճկված։ Ճավուշեցիք էլ ասում են բրճկված։ Բայց մեկնա շատ տիպ է ինքը, բայց
դեռ չգիտենք ինքը ինչ կընտրի։ Միլանն էլ օրինակ ասում է, չէ, երգչուհի։ Ես մի րոպե նկարչիստ։ Չէ, ինչ էր ասում։ Նկարչուհի։ Չէ, ուրիշ բառ էր ասում։ Չէ, հիշել։ Բայց հիշել էի։ Ներկիչ, հա։ Ներկիչ, հա։ Ինքը հիմա շատ։ Մի ժամանակ ես իրեն եւ լողի էի տանում, եւ նկարչականի էի տանում։ Երևի մի հատ բանը, որով չենք զբաղվել, դա երգեցողությունն է, որովհետև դեռ փոքր էր։ Հետո հասկացա, որ Միլան ոնց որ այդքան հավես չունի, բայց հիմա հավեսը հետ է եկել, նորից ուզում ենք նկարչականի գնա, նորից լողի գնա իմ աղջիկը, երգչուհի դառնալու համար իհարկե դեռ շատ միայն տաղանդը չի պետք շատ աշխատի։ Մի խոսքով ժամանակը ցույց կտա, թե Միլան ինչ կանի։ Իսկ Սարան ինչ հակումներ ունի։ Սարան էլ երաժշտական է, բայց դեռ շուտ է իրան ինչ-որ մոռայ Սարան, բայց շատ ինքնուրույն, շատ մենատով ասում, շատ այդպես ինքնուրույն բալիկ է, դե եղբորս այդ կարի բալիկների մասին արդեն խոսեցինք, Լիկաս երգչուհի է ուզում դառնա, Լիան էլ էլի երաժշտական, այդպես ինչ քուրիկն անում, ինքն էլ է ուզում անի։ Ախ, գեները։ Միլ, բայց կարող է հիմա մի հատ փոքր բան երգես, ինձ էլ կուրախացնես, ես շատ կուրախանամ։ Կերքես, որը կերքես։ Իրա երգ։ Քո երգը, ընտիր։ Քո երգը կարես արտեզում ինչ ես սովորել, որ սիրում ես, ամբողջ օրը երգում ես, օրինակ երգիրա երգում ես չգիտեմ, Որը։ Քո երգը։ Ես փոքրիկ եմ, բայց ինձ ճանաչում են արդեն, իմ կապուտաչուկները գիտեն, համացածը կարծես, Արոր ես ընդարձը, ինձ նայում հետևում են գիտեն, Վայ, ես չեմ կարա չգա մի հատ պաչիկ չանեմ քեզ, ես չեմ կարա մի հատ չգժվեմ քո համար, վայ, ես ինչ լավն ես դու, ես տեսար չկարողացա ինձ երկար զսպել հեռվում քեզանից։ Միլայի վերջին հիթային հումորներից պատմում, գնացել ենք մեր բարեկամի Վալիկին տեսնենք, փոքրիկ Վալիկա, այսպես տեսա, որ շատ Միլան այսպես հոգատարություն կա եւ իր կողմից եւ Սարայի կողմից եւ այսպես գրկել է, ասացի Միլասի կուզես մի հատ էլ փոքրիկ մեր տուն գա, ու ասեց մամ իսկ վայլբերիզով կարանք պատվիրենք։ Ay շատ լավն էր Սիլվա, իսկ այլի նույն հարցը ես քեզ տամ, իսկ արվանի փոքրիկ էլ առանց վայլբերիսի կրկին ձեր տուն գա։ Այսքան շուտ չէ։ Ինչու։ Դե եթե ուզում եք եւս մի քանի տարի пассивություն լինի ինձ։ Չէ, Սարայել մենք հումոր ունենք։ Ահա։ Երբ որ Սարասել ծնվավ, արդեն աղջիկ էր երկու, անցավ մի որոշ ժամանակ, չգիտեմ, սենց հավաքված ենք, ամուսնուն հաստրեցին, բայն չալելու, ասում հեսա տենանք ինչ ենք անում, յան երորդը տղայ, ասում տղա ջան, մի հատ թող տենանք մենք ինչ ենք անում, 2-3 տարի սպասում ենք, որ երեխեքը մեծանան մտնենք գործի, ասում մի հատ մի սպասում ենք տենանք ինչ ենք անում, որ դու կտենաս ինչ ես անում։ Եվ խոսեց պրոդյուսերը իհարկե։ Դե արդեն ես լրի պրոդյուսերական մտա այդ պահը, բայց դե պապան եմ, ոնց երեխեքը միշտ պետք է շատ, ես ասել եմ, ձի 15 թոռ պատկերեք 3 հոգով, ես ձեզնից Միսի շատ եմ ասում, բայց դե հիմա երեխեքին շատ չեն ասում, ինչքան շատ ըլեն այնքան լավ։ Այո, այն մասին, թե ինչպիսի պապիկ եք, հասցնում եք արդյոք որպես պրոդյուսեր 3 զավակ, մեծ production եւ այլն, այս ամեն ինչի մասին առաջարկում խոսենք ճաշի սեղանի շուրջ, փոխենք մեր գինին, ես մատուցեմ մեր առաջին ուտեստը եւ իհարկե զրուցենք, որովհետեւ շատ բան ունեմ հարցնելու։ Միլ Çak çak, çak çak.
դուք պատրաստվում եք վերանորոգման, կամ էլ կառուցում եք տուն, առանձնատուն, բնակելի շենքեր, եւ վստահ եմ դուք պետք է սկսեք ցուցակ կազմել։ Ինչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի կարողանաք ձեր վերանորոգումը սկզբից մինչև վերջ անել։ Այդ հարցում ձեզ կարող է օգնել իմ սիրելի գործընկեր Valan Group-ը։ Հիմա տեսեք, թե Valan Group-ից ինչ կարող եք ձեռք բերել, որ ձեր կառուցումը եւ վերանորոգումը ամբողջական լինի։ Ես հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպեսի առանձնատան մասին եմ երազում։ Այստեղ կլինի իմ ննջարանը, իսկ ննջարանում մի շքեղ մահճակալ։ Լոգասենյակս կլինի ընդարձակ եւ լոգախցիկով, որը կլինի որակյալ եւ երկար գծարայից։ Հյուրասենյակումս կլինի շատ բազմոցներ եւ բազկաթոռ, որ հյուրերս տեղավորվեն։ Խոհանոցիս կահույքը տարբերվող շատ տարագներով եւ հարմարավետ։ Միջսենյակային դռներս կլինեն փայտից։ Առանձնատանս արտաքին տեսքը կլինի այսպիսին։ Մուտքի դուռը կլինի երկաթյա, ուր։ Պատուհանները կլինեն ձայնամեկուսիչ եւ ջերմամեկուսիչ։ Ամենը կգնեմ ամենահուսալի գործընկերոջից, Valan Group-ից։ Քանի դեռ ծնեբեկի հրաշալի սեզոնն է, ես այն բաց թողել չեմ կարող։ Իդեպ անցյալ անգամ, երբ ես ծնեբեկով նախուտեստ էի պատրաստել, ձեզանից շատերը գրել էին եւ հարցնում էին, թե որտեղից եմ գնում ծնեբեկը։ Ես բացառապես պատվիրում եմ Դավթյանց ֆարմից, որովհետեւ ես գիտեմ, որ օրգանական ծնեբեկ եմ օգտագործում եւ կան հնարավորություն տարվա ընթացքում նույնիսկ ձմռան շրջանում սառեցրած նրանցից պատվիրելու։ Հիմա թարմ կարող ենք օգտագործել եւ ես այսօր պատրաստելու եմ ծնեբեկով կրեմապուր։ Մի մասը պետք է խաշենք, մյուս մասը տապակենք, հետո միացնենք իրար։ Այս վերևի հատվածը, որը ծաղկի նման է, ահա այս, առանձնացրեք, սա պիտի խաշենք։ Իսկ մնացածը պետք է կլոր կտրատենք։ Մինչ եռում է ջուրը, որի մեջ կավելացնենք ծնեբեկը, ահա այստեղ ես արդեն տաքացրել եմ բուսայուղը, ձիթայուղը։ Ավելացնում եմ ձիթայուղին, սոխ։ Եռացող ջրին ավելացնում եմ աղ եւ մի քանի րոպեով եռացող ջրի մեջ եմ գցում ծնեբեկի այս ծաղկային հատվածը։ Տապակվող սոխին ավելացնում եմ խորանարդաձև մանր կտրատած կարտոֆիլ։ Ավելացնում եմ նաեւ ծնեբեկը։ Ծնեբեկից մի քանի հատ անպայման առանձնացրեք, որովհետեւ դրանով պետք է մեր ապուրը զարդարենք մատուցելիս։ Իսկ մնացածը արդեն կարող եք ավելացնել տապակվող կարտոֆիլին, սոխին եւ ծնեբեկի մյուս մասին։ Այս արգանակը մեզ դեռ պետք է գալու։ Անջատում ենք եւ կողք ենք թողնում։ Հիմա ավելացնում ենք 100-ից 150 միլիգրամ սպիտակ անապակ գինի։ Օ, ինչ հրաշալի բույր, երբ գինու սպիրտային հատվածը գոլորշանում է, ավելացնում ենք արգանակը։ Անջատելուց հետո պետք է արդեն վերածել կրեմ ապուրի։ Ավելացնում եմ նաև սերուցք 10% խտությամբ։ Սկսում եմ մատուցել։ Քերում եմ պարմեզան պանիր, մի քանի կաթիլ չիլիով ձիթայուղ եւ վրան էլ դնում եմ ծնեբեկի թարմ ճյուղերը։ Ինչ համողությունները։ Պատմեմ ինչ ենք փորձելու։ Ասում եմ մամքոն ինչ մեծ է, ամանը։ Ոնց որ մանկականն է, մինին է։ Կոպես։ Միտա, այսօր ամեն ինչի կապույտ է, տեսնում ես։ Հա, ես էլ եմ սիրում կապույտ։ Մենք փորձելու ենք օրգանական ծնեբեկով ապուր։ Ծնեբեկը գիտես որն է։ Ուզում ես ցույց տամ, բերեմ ցույց տամ, ինքան սիրուն բան է, բերեմ ցույց տամ։ Սպասի։ Այս այդ սիրուն բույս է ինքը։ Տես հիմա սրա մեջ էլ է դրանից։ Իրա մասիկն։ Սիրուն է, չէ՞, Հելենա, ոնց որ ծաղիկ լինի այս մասը։ Այ։ Սիրեցիր, հավանեցիր իրա տեսքը։ Իսկ գիտես մեր փորձի պես կարող է սիրես։ Ես հանեցի։ Բարբարով իրան մարաժո ենք ասում։ Մարաժո, հա, էլի եմ լսել, որ մարաժո են ասում։ Շատ համով բան, ծվով բանով սա։ Տավուշի բարբարով ասում ենք ծնիփակ։ Հա, ծնիփակ։
Հակոբ ջան, մեզ մի հատ պիտակ գինի լցրեք։ Մենք խմելու ենք Թարիրին, լյուքս դասի գինիը Armenia Wine-ի կողմից, կարծում հրաշալի պիտի համադրվի։ Չհավանեցիր։ Հա, նորմալ է։ Ուրեք ես եմ որ քո տարիքին չէի հավանի։ Իրենց մանկական մենյուն բան է, Հա, չէ՞, ինչ որ իհարկե։ տենց հա, անփոփոխ բոլոր բալիկների մոտ։ Այո։ Սոկը տես ուզում։ Դրանց գինին Ուզես ես քեզ- ավելի բարձրից են լսում, որ թե չպետք է ավելի անվանա։ Միլք, ուզես ես քեզ Բայց ես սենց չեմ հացիկ տամ։ տիրապետում այդ արվեստին։ Քոն համով հաց։ Ուզես ուրիշ հացիկ բերեմ։ Հա, հեսա Միլ։ Դրանցից չեմ։ Դրանցից չես սիրում, չէ, իհարկե։ Քեզ պետք է ինձ չես սիրում այդ ուտես։ Ընդհանրապես պետք չի։ Փորձենք։ Գերած ես եկել։ Միլան չհավանեց, մենք հարցականա։ Ինձ թվում է Հակոբն ու Սիլվան անկեղծ կասեն։ Անկեղծ շատ համով է։ Ես որ այս տեսակ սուպեր ընդհանրապես կարելի ասել չեմ ուտում, բայց շատ համեղ է։ Պապային հաստատ գիտեմ որ օգտակար է։ Դե վերջ։ Այդքանը հերիք է։ Ես երկասեմ, բայց շատ համով ազնությամբ։ Իսկ ես բաղադրատոմսերը դու գիտես թե ինչ որտեղից Գիտես, նախ շատ փորձում եմ, ինքս շատ սիրում եմ ճամփորդել, փորձել, էքսպերիմենտներ անել։ Իհարկե օգտվում եմ նաև արդեն հայտնի բաղադրատոմսերից, բայց միշտ մի տեսակ իմ վերջին շտրիխը ավելացնում եմ։ Օրինակ սովորաբար պարմեզան պանիր չեն անում այս կրեմապուրի վրա, ես որոշեցի որ պետք է լավ համադրություն է իրոք։ Համ տա։ Հա, չէ, շատ Դե ինչ մեզ բարի ճաշկերույթ եւ զրույց։ Սահինյան։ Բարի։ Միլ, cheers, Ախորժակ։ գնաց։ Իմա։ Միլչիտիկին, հոպ։ Այ հիմա Միլան մեզ կպատմի, թե տանը ով է իրենց համար ուտելիք պատրաստում։ Մաման։ Մաման Մենակ։ Էլով է պատրաստում իմ աղջիկ։ Մնաք ես մամայի հետ մի քիչ։ Ահա։ Բա էլով է պատրաստում, որ մաման տանը չի լինում, ով է պատրաստում։ Տատիկը։ Մի հատ ինձ անկեղծ ասա մաման է համով պատրաստում, թե տատիկը։ Ոչ մեկ ինչ եմ ասի։ Մամա։ Մաման, իսկ ինչ է պատրաստում, որ դու ամենաշատն ես սիրում։ Օրինակ մակարոն, պյուրե։ Օխ, ես էլ եմ սիրում։ Ճիշտն ասած ամենաշատը դրանք եմ սիրում։ Լավ, մենք Միլային չխանգարենք, ես ինչա հետաքրքիր է ընդհանրապես տղամարդու կյանքում, երբ որ երեխաներից հետո մեկ էլ թորնիկներն են լույս աշխարհ գալիս։ Երբ մայրիկ ես դառնում, հայրիկ ես դառնում, այդ զգացողությունը հասկանում եմ։ Պապիկ տատիկ դառնալու այդ էմոցիաները ոչ մի կերպ ինձ համար հասկանալի չեն։ Ինչա փոխվում։ Գիտեք, երևի խոսքը որ ասեմ շատ ծեծված է, շատ տարածված է, բայց այդ խոսքը 90%-ով ասում են տղամարդիկ։ Երբ ասում են թորը ինչ բան, ասում որ իմանայք թորը այդքան լավ բան, առաջից թորք ունեն։ Հավատացեք, միգուցե ժամանակի առումով երեխեքին զբաղված են լինում շատ մեր հետ սերը չեն կարում տանք, էլի։ Կամ հետո մեր հետ ծնողներ կան, դու էլ ես մի քիչ քաշում ծնողներ դեմ այդ երեխան հետ սերը տաս բան։ Բայց երբ որ թորն է գալի, դու ես արդեն ամեն այդ ամբողջ սերը տալիս ես թորանը, ու իրանց էլ ստանում ես ամեն ինչը։ Բայց կա նաև մի խոսք, ասում անչի է, պապը թորանը շատ սիրում, ասում որովհետև երկուսն էլ մի խելքի է։ Իրանք մեծան Շատ լավ խոսք է, բայց թորը է մեր համար։ Սիլ, քո մոտ ինչ փոխվեց։ Քիչ չի առաջին երեխա, շատ արագ նաև երկրորդ երեխան ունեցար։ Բացի աշխատանքային փոփոխությունները, հա, որի մասին դեռ կխոսենք, փոխվեց արդյոք քո մեջ ինչ որ մի բան, որը մինչ այդ բոլորովին այլ կերպ է իր մտածում։ Դա կլինի անհանգստություն, դա կլինի գուցե ինչ որ կյանքի փիլիսոփայություն։ Դե եթե ծնող ես դառնում, իսկապես շատ բաներ է փոխվում, շատ բաներ ես հասկանում, օրինակ ժամանակին քո ծնողները ասել են, այդքան ուշադրություն չես դարձրել դրան, բայց երբ որ դու ունենում ես քո բալիկներին, հասկանում ես, թե ինչի համար էին դա ասում։ Իմ դեպքում շատ կկրկնվեմ, բայց իսկապես ես 2006 թվականից փառքը ինձ հյուր եկավ ու
Փառք Աստծո, ես շատ բուռն գործունեություն ունեցա եւ եկավ մի պահ, որ ես հասկացա, որ ես ունեմ ամեն ինչ, բայց չունեմ գլխավոր ինչ-որ մի բան, որը կարող է ինձ լիարժեք դարձնել, ու այդ երեխաների պակասները։ Երբ ծնվեց Միլաս, չգիտեմ, կարող եմ ասել, որ ամբողջական դարձա, ու հասկացա, որ այսքան որ անում ես, հա, երգում ես, այդ հանդիսատեսը, որ ինչ շատ եմ սիրում ու այդ սերը միշտ ինձ տալիս է ինչ օրես, բայց նաև հասկանում ես, թե ինչ համար ես դա անում, որովհետև կան երկու մարդիկ, նաև տունը մարդուկներ, որոնք քեզ սպասում են ու իրանց հետ դու նույնիսկ ամենամեծ անհաղթահարելի խնդրեմը իրանց հետ հաղթահարում ես։ Միշտ բոլոր հարցազրույցների ժամանակ շատ խոսվում է Էդգարի մասին, Մանեի մասին, Սիլվայի մասին, դե բնականաբար ձեր ներկայությունն էլ կա, բայց միշտ սվերի տակ է մնում, մի տեսակ սվերում է մնում ձեր կինը, ձեր մայրիկը։ Կպատմեք մի քիչ իրանից։ Հերմինե ջան, ես անկեղծ ասեմ, վերջերս չգիտեմ ում հարցազրույցներ, ես բոլորի մասին խոսել էի, միայն մամայիս մասին չէի խոսել, ու ինքը ինձանից նեղացել էր։ Ասեց ուրեմն դու բոլորի մասին խոսեցիր, ինձ մի հատ չհիշեցիր, ասում եմ մամ ջան, երևի միակ հաղորդումն է, որ ես քեզ չեմ հիշել, ասեց կապ չունի, դու ինձ պետք է հիշեիր, ու իրապես մենք այսքան խոսում ենք, բայց ամենագլխավոր հերոսը այս ամեն ինչի մեջ մեղավոր է, լավ իմաստով մամասն է, որովհետև այդ բոլորը իրանից է փոխանցվել, էլի, երաշտական այդ ուղղվածությունը, ու այն որ ինքը կա, այդ արդեն մեծ համար մեծ նվեր է, չգիտեմ, ինքը ստվերում է միշտ, ինքը այսպես տեսանելի գործ չի անում, բայց ամենամեծ գործը իրականում հենց ինքն է անում, թեկուզ իր սերը, որ ինքը տալիս է, իր այդ պատրաստակամությունը, ուշադրությունը, այդ մեզ համար արդեն շատ մեծ նվեր է, որ ինքը կա արդեն մեր համար մեծ նվեր է։ Իդեպ ասեմ, սա պայմանավորված չէր, ես եւ Սիլվան չէինք խոսել նրա մասին, որ մամայի մասին վերջին հարցազրույցում չի խոսել։ Սա իմ անձնական վերլուծության արդյունքում էր, այո, մենք ոչինչ չենք քննարկել։ Այո, միշտ մայրիկները կարողանում են, չէ՞, այսպես մի անհասկանալի ուժով, գերբնական ուժով, որ մարդու կյանքը, երեխայի կյանքը գնա լավ ուղղությամբ, լինի բարենպաստ, սա շատ կարևոր է իհարկե, մեր մայրիկները բոլորը մեկը մեկից մի աստվածուհի է երևի, որ կարողանում են անտեսանելի կերպով դա իրականություն դարձնել։ Հակոբ հարցազրույցների ժամանակ վերջերս նայում էի Հերի Բաղդասարյան եւ Սիլվայի հարցազրույցը, որտեղ նրանք խոսեցին մանկության խնդիրներից, այդ տարիների բարդություններից եւ այլնից, բայց հետաքրքիր է, որ ձեր տեսանկյունից այս պատմությունը ոչ ոքս դեռ չենք լսել ամբողջական մի տեսակ։ Եթե նույնիսկ եղել է, ես երևի թե բաց եմ թողել, եւ ես գիտեմ, որ երբ որ հատկապես հաջողության հորձանուտում, այնպես չի, չէ, որ երեխա եւ հայրիկ նստում են իրար հետ եւ քննարկում են այն ինչ որ այդպես բարդություններ են եղել։ Ես կարծեմ Սիլվային էլ պիտի որ հետաքրքիր լինի, մի ասած կողքի ականջով լսել այն պատմությունը, որի մեջով դուք անձամբ կարողացաք անցնել։ Մանկության տարիներից երեխաների սկսած մինչեւ այսօր։ Նշում եք, ես մինչեւ հաղորդում բան պատմեցի, որ իմ կյանքը մի մարդ փոխել է։ Գիտեք, եթե ինքը այդ ժամանակ ես այդ ամբողջը տեսած չլնեի ու ինքը իմ կյանքը փոխել, ես կարող ուրիշ տեղ գնացած լինեի, բայց այն ինչ հետագայում հետ կատարված, իմ շրջապատը, իմ ուսումը, իմ աշխարհայացքը, ամեն ինչ եկավ դրանից, որ ես զգացի շատ մեծ բան կա, երեխեք ծնված ես բեմ եմ ուզում, ուզում եմ երևայում, ուզում եմ ինչ-որ բան անեի։ Հետո իրոք երեխեք երբ որ եկան շնորհք մեջներ տեսավում էի, շատ շնորհալի ընկերներ, իրանք առաջարկեցին Սիլվայով հատկապես զբաղվել, որտեղ տաղանդավոր մարդ կդառնա, ասում եմ ես չի։ Դե արդեն ինչ դժվարությունների միջով անցանք մեր այդ նպատակների համար, պատկերաբերելով այգում ենք մնում, առաջերտալու համար քաղաք էր պետք գալ, իսկ քաղաքում տուն էր պետք, աշխատանք էր պետք, հնարավորություն էր պետք։ Մի խոսքով չվախեցանք։ Բայց ես կուզենայի հիմա ինչ-որ մի դրվագ հիշեիք, որ չգիտեմ, տեսահոլովակի նկարահանման օրն է եւ չկան ֆինանսներ կամ տեղափոխման օրն է, հա։ Այ կուզենայի ինչ-որ մի դրվագ, որը այսպես կողքից դժվար է նույնիսկ այս պահին արդեն տարիներ անց այսքան հաջողությունից հետո պատկերացնել։
նո հենց այդ ամբողջը, որ ասում եմ, ինչ դժվարություններ եկան, բայց մենք գիտենք, որ մենք հաջողություն ունենալու ենք, էլի։ Ու եկավ հասավ մի պահ, որ արդեն ամեն ինչը պատրաստ է, բայց տեսահոլովակը չունենք։ Դե հիմա Սիլվան պատմել է տեսահոլովակի, առաջին անգամ ստացվեց կար շատ լավ մարդ, որը հովանավոր կառնավ, անսպասելի, մենք տեսահոլովակ նկարահանեցինք։ Մեկը արդեն Սիլվան ասել է հարցազրույցի ժամանակ, խոսքը Արմենչիկի մասին է, այո, այդ է մասը։ Մեր ամենաառաջին ու մենք քնանք մի գիշեր, առավոտ արթնացանք, գիշերով մտանք, բայց առավոտ արթնացանք, Սիլվան արդեն ամբողջ հայ ժողովրդի 80% իմացավ այս երկով։ Դե մնացած արդեն երբ ճանապարհը բացվավ, ամեն ինչ իր ձևով հարթվեց, էլ այդքան դժվարություններ չէին քաշում։ Հիմա արդեն դժվարությունները մեկ ուրիշ տեղ է, դիմանալ այդ մեծ հաջողությանը, հասկանում եք, երբ մարդ միանգամից մի հատ մեծ հաջողության հասնում, երբ ամեն քայլը փոխի ճանաչում են, ամենտեղ հրավիրում են, բոլորը հասկանում եք շատ մեծ երջանիկ հաջողություններ, բայց դրան դիմանալը շատ դժվար է, գիտեք հետո ինչքան հարվածներ եմ ին վրա վերցրել, որ իրանք թեթև անցնեն այդ ճանապարհը։ Դե գիտեք, որ ամեն հաջողությունն իր հետ բերում է նաև քննադատություններ, պատմություններ, սուտ, ասեկոսներ, այդ ամբողջը դու պետք է իմանաս այդ ամբողջի տակից դուրս գալ էլի։ Ես շատ բաներ վերցրել եմ վրայս, իրանք խաբար չեն, էլ խոսակցություններ եմ գնացել, տեսել, փակե կամ պատասխանել ամեն ինչին, որտեղ Սիլվան այդ հաջողությունների մեջ մանավանդ որ փոքր էր, շատ դժվար էր տանելու, շատ, որ մի հատ բան լներ։ Դե մնացած չեմ ասում, հասել ենք, հիմա ունենք այն ամենը, ինչ ունենք, ու ձի ասեմ, որ շատ դժվարությամբ, շատ մեզ, ու այդ ամբողջ էլլա մեր քրտինքով այսօր սաղնել գիտեմ, որ երբեք ոչ մեկին ոչ վատություն ենք արել, կարացել ենք լավություն անել, արել ենք, չենք կարացել, վատություն չենք Հերմինե ջան, իրոք փառքը մեզ երբեք կուլ չի տվել։ Անգամ այդ թոփի ժամանակ երբեք կուլ չի տվել։ Ես հիմա տեսնում եմ շատ գոլեգաներ, որ փառքի գագաթնակետին են եւ այդ պահին ես ոնց որ ինձ եմ համեմատական մտցնում, ասում եմ իրանց թոփն է, չէ, ու նայում եմ ինձ, ասում եմ, բայց ես այսպես չեմ եղել։ Համենայն դեպս միշտ ինչ որտեղ անգամ չգիտեմ, որ կարիք ա եղել լինել հպարտ, լինել մի քիչ ինքնահավան, ինքնավստահ, ես դա անգամ չեմ ցուցաբերել երբեք, որը պետք է արտիստին։ Այո։ Ես հիշում եմ մի օր մեր հանդիպումներից 2006 թվականներ երեկոյան ձեր տանից կարծեմ դուրս էին գալիս թե դար 21-ից եւ ձեզ զանգեցին բավականին ուշ ժամի եւ ասացին, որ Սիլվան առաջադրվել է տարվա հայտնություն նոմինացիային ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Ու ես հիշում եմ, որ այսպես կանգնած զգեստ պետք է գնենք, պետք է գտնենք խանութ նախ այդ ժամին ու մենք միասին մի քանի խանութներ մտանք։ Բայց հիշում եմ, որ մենք միասին խանութ ենք մտել, բայց չեմ հիշում ինչ պահի մեջ այդ։ Բայց ես գիտեք ինչն եմ հետո հիշում, որ քանի որ շարունակությունը արդեն որտեղ ինչ-որ մի կետից ես ձեզ թողեցի եւ հաջորդ օրը այսպես անհամբերությամբ սպասում եմ, ասում եմ տեսնես գտան ճիշտ բան, չգտան ճիշտ բան, ու արդեն տեսագրություններում նայեցի Սիլվան շատ գեղեցիկ զգեստով, ես այո, գտել են այս ժամին։ Ինչպես կարողացաք մի քանի ժամվա ընթացքում նման մեծ միջոցառման պատրաստվել, իհարկե շատ հետաքրքիր էր։ Սիլ, նայ, ասել որ միշտ ամեն ինչ հարթ է ընթացել այս հարաբերությունների մեջ պրոդյուսեր, արտիստ, ներողություն, սուտ կլինի։ Իրավունք ունեմ չհավատալու, որովհետև միշտ չի կարող լինել ամեն ինչ հարթ։ Կուզենամ իրոք ինչ-որ մի դեպք, ինչ-որ մի պատմություն, որ անհամաձայնություն եք ունեցել իրար հետ այդ հարցում։ Եվ գուցե ոչ ոք մենք չեմ ասել պատմություն, հիշել պատմություն, որ մենք համակարծիք ենք եղել։ Հա, բայց ինձ մոտ մեր հակառակ տպավորիչ։ Չէ, իրականում մենք միշտ միշտ ինչ-որ տենց բուրըն քննարկման ինչ-որ հակակարծիքը ավելի շատ է լինում մեզ մոտ, քան համակարծիքը։ Բայց ես ուզում եմ հասկանալ դա շարունակություն երբևէ եղել է, որ ունենաս նեղանաս, իհարկե եղել է, չխոսես։ Եղել է։ Դե պատ։ Բայց չեմ հիշի, չէ, հիմա կոնկրետ ինչ, բայց շատ է եղել։ Ես միշտ ասում եմ, միշտ ասում եմ, պապան շատ բարդ թունդ մարդ է, ասում եմ թունդ Մարթան Աջարյանը, հիմա պապային է ու իր հետ հեշտ չի։
իրոք հեշտ չի, որովհետև երբ որ կա պրոդյուսեր երգչուհի, կա նաև հայր աղջիկ։ Այո։ Ու այդ երկուսը շատ իրար խանգարում են, շատ են խանգարում, իրոք հեշտ չի, որովհետև շատ հարցեր կա, դու նայում ես որպես պրոդյուսեր, բայց նաև հայր, չես կարող նաև ընտանիք, նաև քույր եղբայր, այդ ամեն ինչը։ Մի խոսքով եւ դա խանգարում է եւ շատ օգնում է։ Իսկ եղել է, բա որ ասես, չեմ ուզում զբաղվես ինձանով, չեմ ուզում էլ իմ պրոդյուսեր լինել։ Չէ, այտենց բան չեմ ասել։ Չէ, դա չէ, բայց եղել է բաներ, որ ասել է, «Էս չանեմ, էսի»։ Գիտեք, բաներ կա, եթե ինքը իմ աղջիկը չլներ, ես լինեի պրոդյուսեր։ Սիլվան հիմա կարող է ուրիշ լեվելի վրա լինել, ավելի բարձր, որովհետև կան տեղեր, որ ես որպես հայտ թույլ չեմ տվել։ Գնամ, խոսամ, ասեմ, կար մի հատ հարց կարող է մերժվել, դու որպես պրոդյուսեր ջված չէի զգա, բայց որպես հայտ շատ վատ կզգայի, հասկանում շատ հարցեր կան եւ լավ է եւ վատ, որ աղջիկ կա։ Լավ է, որ մի ընտանիք ենք ամեն ինչի մեջ։ Մենք իրար հասկանում ենք, մանես, այդ գարած չկա։ Այս հարցերին խառուչի մաման կողից, եթե եկավ լացավ, ուրեմն լավն է, էլի, եթե դե բանանը։ Այն պատմությունն է շատ լավը։ Լավ պատմեմ, ուրեմն մանեն գրել է դե գնա երգը։ Այդ տարիներն էր, որ գրել էր դե գնա երգը, մամաս լսեց, թե ուշացել եմ ներ, չեմ հիշում։ Մաման լսեց, սենց լացեց, ասեց, ապրես մանեջան, ժողովուրդը այ սենց դեբիլ երգեր է սիրում։ Ուզում էր ուրիշ բառ ասել, արդյունքում ուրիշ բառ ասեց։ Ու հիմա մենք միշտ կատակում ենք, որ այդպես լավ ասում ենք ապրես մանեջան ժողովուրդ, այ սենց դեբիլ երգեր է սիրում։ Շատ լավն էր, ես առաջարկում եմ, մենք ավարտին հասցնենք մեր ապուրը, ես բերեմ մեր հիմնական տափու տեստը, որը կրկին Միլային դուր չի գալու։ Հերմինե ջան, Միլան անընդհատ կողքից ասում է հաց եմ ուզում, իմ հացը չբերեց։ Անուշը, քեզ ուրիշ հաց եմ, չէ՞։ Հիմա հաջորդ պլանում հացը կբերենք, դու հացը կուտես։ Ուզել ես քեզ հավի միսիկներ էլ սենց բերեմ, կամ բերեմ ուտեստը, եթե չհավանես, ուրիշ բան քեզ բերեմ ուտելու։ Հաց, վերջացավ, Միլային հաց եմ բերում։ Սերի չէ, ուզում ասի ես գույն չէ էլի։ Իսկ լավաշ սիրում ես։ Լավաշ, հա։ Լավ, կարամ բերեմ լավաշ, մեկ էլ ուրիշ հացիկ, բայց սերի չէ։ Ընտի, դե գնամ բերեմ, հա? Գնացի։ Շատ Ital Solar ունի նոր բիզնես ուղղություն, որը կոչվում է Կտուր by Ital Solar։ Ինչ է սա նշանակում։ Տանիքների վերանորոգում կամ ամբողջական փոխարինում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ տներ ունեն ասբեստե տանիքներ, իսկ մենք գիտենք, որ ասբեստը առողջության համար շատ վնասակար է։ Հաջորդ խնդիրը այն է, որ ասբեստային տանիքները իրականում ջերմակայուն չեն։ Շատ ժամանակ ցրտից, արևից դրանք խնդիրներ են առաջացնում եւ սկսում է անձրևաջրերը ներս հոսել եւ առաջանալ այլ խնդիրներ։ Մյուս կարևոր կետը ասբեստի տանիքների վրա արևային կայաններ տեղադրել անհնար է։ Դրանք միանգամից փշրվում են եւ կոտրվում։ Իսկ այսօր արդեն աշխարհը անցնում է արևային էներգիայի սպառմանը։ Այնպես որ իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը իր Կտուր by Ital Solar բիզնես ճյուղով կօգնի ձեզ ազատվելու ասբեստի տանիքներից եւ ունենալ նոր տանիքներ։ Պատրաստելու եմ իշխան ձուկը նարնջով։ Հիմա այս ձուկը պետքա կտրեմ։ Դու կարող ես կլոր կտրատում եմ նարինջը։ Համեմում ենք ձուկը, իհարկե, սխտորի փոշի, հատուկ ձկան համար նախատեսված համեմունք, մի փոքր ծխեցրած պապրիկա, սկզբում դնում ենք նարինջները, հետո դնում ենք ձուկը, վրայից դնում եմ պղպեղներով պատրաստված կարագ, կարող եք պարզապես սովորական կարագ էլ դնել։ Ես ունեի օգտագործում եմ։ Յուրաքանչյուր կտորի վրա դնում եմ 1 հազրևարդի ճյուղ։ Եվ կրկին փակում եմ նարնջի 1 շերտով։
Ես եփելու եմ 180 աստիճանում, որպեսզի չչորանա ձուկը, չնայած նարինջը այն պահելու է հյութալի։ Հերմինե Ջան, սա պետք է նայել եւ չուտել։ պետք է ուտել, վայելել։ Ես ուզում եմ ասել Երանի Հերմինեի ամուսնուն ամեն օր սենց գեղեցիկ, հա, ձևավորման պտում է։ Որը սիրում է բուրգեր։ Հա։ Ես ուզում եմ ասեմ, չի կա։ Ումը լավ պատրաստող կնոջ ծախսը չեն ուզում միշտ է։ Միշտ այդպես է, այո, միշտ այդպես է։ Շատ լավ խորհուրդ կա, ասում եմ աղջիկներ, երբեք մի ամուսնացեք այն տղամարդու հետ, որը ամեն ինչ կարողանում է անել։ Ասում եմ ձեր տուն, որտեղ ձեր տուն նոր բան չի մտնի։ Ինքը հիները միշտ ծախսում։ Հիմա դուք շատ համով պատրաստում եք, բայց միշտ հակառակն է ստացվում։ Մենք փորձելու ենք մեր հայկական իշխան ձուկը նարնջով, շատ պարզ բան է, բայց կարծում եմ անգամ նարնջի արամատը հայերեն ոնց է, հա, ինքը մեջը զգացի։ Ես օրինակ սիրում եմ հենց նարնջի, այս եփված նարնջով էլ փորձում եմ եւ համադրելու ենք կրկին, որտեղ հրաշալի կրկին կհամադրվի մեր սպիտակ թարիրի հետ 2023 թվականի բերքն է, եթե չեմ սխալվում, լավագույն խաղողի լավագույն սորտերի բլենդն է, 13.5% թնդությամբ, գետի հենց այն ափից, այո։ Իմիջայլոց գալուց քուրիկս ասեց, ես նաև Հերմինեի հաղորդումը սիրում եմ դրա համար, որ ինքը շատ տենց հետաքրքիր բաներ է պատրաստում, հետո ասում է ես տունն եմ փորձում, Մանեն էլ է էլի շատ սիրում պատրաստել, հա, ու շատ համեղ է պատրաստում, ուզում եմ ասել, որ երկրպագուներ ունես նաև Մանոցի հետ կապված։ Երբ աղանդավոր մարդիկ են հատկապես երկրպագում շատ հաճելի է։ Դեպքում Մանեն ոչ մի բան չի գնում։ Հա։ Եթե մեծ սիրով կուզենայի ձեր։ Հա, ես մտածում էի ճիշտ ասած Սիլվայի հետ մի տարբերակ որ պարտադիր Մանեի հետ։ Բերեք փորձենք ամուսենք։ Եկեք, շատ ուրախ կլինեմ իհարկե, Մանեին էլ շատ վաղուց չեմ տեսել։ Իդեպ հետաքրքիր է ձեր կապվածությունը երեքիդ միշտ շատ ուժեղ է եղել։ Ամուսնությունից հետո, որտեղ այնուամենայնիվ նոր ընտանիքի անդամներ, նոր բարեկամներ, արդյոք կարողանում եք պահել այդ մտերմությունը։ Հա, կարողանում ենք պահենք, անգամ երեխաների մեջ էլ ենք սերմանում, փորձում ենք դաստիարակենք այնպես, ինչպես որ մենք ենք եղել, այդ կապը միշտ լինի, անգամ կապը լինի վայքի հետ, մեր ծննդավայրի հետ, ու երեխաները արդեն շատ լավ գիտեն, վայքը շատ սիրում են, երբեմն իրենք են ասում գնանք վայք, մի խոսքով ինչ որ մեզ է փոխանցվել, նույնն էլ փորձում ենք փոխանցել երեխաների մեջ ու առհասարակ մենք էլ կապը պահում ենք իրար հետ։ Ինձ հետաքրքիր է մի ասպարեզ, որտեղ կա մրցակցություն այնուամենայնիվ ճանաչված լինելու, շատ գործ անելու, կան ֆինանսներ, ինչը շատ բարդ բան է, պահել ընտանիքում ճիշտ բալանս։ Ինչքանով է միշտ դա հաջողվել, Հակոբ։ Որտեվ երեքն է վաստակել են առանձին եւ այնուամենայնիվ ֆինանսների կառավարումը կարևոր բան է եղել, ինչպես է կարողացել ճիշտ անել այդ ամեն ինչը, կամ գուցե չեք կարողացել։ Մենք մի ընտանիք ենք, էսի սենց ոնց ասեմ, բիզնես է, կապ չունի, Սիլվա Հակոբյան երգչուհին, ես դեռ այն ժամանակ փոքր եմ, ստեղծել եմ մի բիզնես ու արտադրում ենք մի բարնա պրոդուկտ էլի, մի քիչ բանոյ մարդու համատ ասած, բայց հավատացել, ասենք մենք ստեղծել ենք մի բիզնես ու արտադրել ենք մի պրոդուկտ, որը պահանջարկ ունի ամբողջ աշխարհում, հատկապես հայության։ Այո։ Հիմա մենք այդ ամբողջը մի բիզնես է, ամբողջ եկամուտը բոլորինն է։ Այն ժամանակ մի տուն էր, միասին ենք, ամբողջ միասին։ Հիմա բաժանվել են ամեն մեկը նույն բիզնեսն է, նույն ինչ որելում է բոլորինն է, հավասար։ Չկա այլ մեկին ավել, մեկին պակաս, Մանեն երգ է գրում, Սիլվան երգում է, տղաս կողմից քավորում է, ես պրոդյուսերն եմ,
Այսինքն մենք ընդհանուր մի գործարան ենք։ Հիմա լավ կլինի, վատ կլինի։ Մեր ամբողջ նրբությունը դրա մեջ է, որ մինչև հիմա ու միշտ էլ տենց արնել, ինչքան կմեծանան, ինչքան այդ գործի մեջ կլինեն, որպեսզի ամբողջը հավասարնի ու խուսափի, թեման ընդհանրապես չլինի, թեման փակված է, ու չկա բարդություն։ Իսկ որպես հայր որքանով է հեշտ պահել այդ բալանսը երեխաների մեջ, հարաբերությունների մեջ։ Գիտեք, ամենակարևոր բանը, որ բոլորի իմ հետ համեմիտ են, մի խոսքի ենք եղել, բաժանում ամբողջը, ոնց պետք է անել, էլի հասկանանք, որտեղ ամեն ինչի մեջ վերջում գալիս է ֆինանսը։ Դե գիտեք, աշխարհում ֆինանսն է։ Այո։ Իսկ եթե ճիշտ չբաշխվեր, ճիշտ չարվեր, ճիշտ չբացատրվեր, հետո խոսակցության շատ տեղիքներ ու շատ բաներ կլինեին, որովհետև մենք այն ժամանակ մի ընտանիք ենք, մենք որեկանքով էլ մտածում կբաժանվենք, այդ հանք ամեն մեկ իր ապրումը, իր երեխեքը կունենան ու ամեն մեկ իր խնդրեմը կունենա։ Հենց էլ չի, դաժե պատահում է, որ մենք ամեն ինչը մեզ հավասար է, բայց երբ որ մենք ինչ-որ մեկը նեղության մեջ է, մենք միանգամից հասնում ենք իրան, որ այդ նեղությունից դուրս անենք, էլի։ Չկա այդպես բան, որ տունը, մեքենա է, չգիտեմ, ուսումը, դժվարություններ են, հազար բաներ կան։ Մեկը մեկի ես շատ շնորհակալ եմ իմ երեխեքին, որ ասենք այդ ցավ մենակի մեջ չէ, էլի, որպես ծնող կողքից նայում, մեկը դժվարության մեջ է, մեկը բանը։ Ու սաղն էլ հասկանում են առանց ինչ-որ մեկը մեկին զուշացնեն, անկախ կարող մեկ էլ զգանք, որ իրեկն են մեկին լավ բան են արել, զգացել են նեղա, իրանք առանձին արել են ու շնորհակալ եմ։ Գիտեք ինչն է դուրս գալիս, որ երբ որ մարդիկ կան նման բաներ են խոսում, բայց հասկանում ես, որ իրականությանը չի համապատասխանում, ցեք չգիտես ոնց քեզ պահես։ Բայց որ ձեր ընտանիքը ներսից գիտեմ այդ կապվածությունը, գիտեմ այդ միասին այդ ամեն ինչի միջով անցնելու այդ ճանապարհը անցնելու պատմությունը գիտեմ, այսպես բերկրանք եմ ապրում, երբ հասկանում եմ, որ ամեն ինչ մնացել է նույն ձև, այդ շատ է ուրախացնում։ Սիլ անկախ նրանից, որ երեխաներից հետո մի փոքր ավելի пассив ես, չնայած թե пассив որն է ամերիկաներում համերգ, մոսկվաներում համերգ եւ այլն, բայց այդպես դու ինքդ ես, որովհետեւ հարցազրույցների մեկի ժամանակ ասել, որ երեխաներից հետո пассив ես, բայց դրանից բացարձակ քո սիրված լինելը, քո ճանաչված լինելը չի նվազել։ Մարդիկ այսօր էլ քեզ տեսնում են միանգամից այդ քո քաղցր, նուրբ, հաճելի երգեցողությունը, երգը ճանաչում են միանգամից առաջին հենց նոտայից։ Ինչ զգացողություն է այդ զգացողությունը, որ հասկանում ես, որ սիրում են քեզ ու սիրում են անծանոթ մարդիկ։ Հարստություն է։ Կարճ հարստություն է։ Ոնց են իմ երեխեքը իմ համար հարստություն, նույնն էլ ժողովուրդն է։ Այդ սերը, այսպես ասեմ, շատ արտիստներ կան, չէ, որ տարիներ շարունակ կարող է երգեն։ Քեզանից շատ, չգիտեմ, տեսահոլովակներ ունենան, երգեր ունենան, չէ, բայց եթե այդ սերը չկա, սուտ է ամեն ինչ։ Իմ պարագայում այդ սերը կա։ Ու անգամ այն դեպքում կա, երբ որ ես ակտիվ չեմ, ոնց որ դու ասեցիր, ես միշտ գիտեմ, որ ես իմ տեղը ունեմ շոու բիզնեսում, անկախ դրանից ես ակտիվ կլինեմ, թե ակտիվ չեմ լինի, կարծում եմ իհարկե ես հիմա ինչ որ խոսում եմ, ես դեռ անելու եմ շատ բաներ, բայց ինչ էլ որ ես արել եմ, անգամ դրանք հաստատ կան երգեր, որ մնայուն արժեքներ ունեն, որից մեկը գիշերն է, որ օրինակ ինքը երբեք չի հնանում, ու գիշերի պես էլի շատ երգեր կան, որ չեն հնանում ու չգիտեմ, հույս ունեմ, որ այդ երգերից, իմ մեկահիթերից շատերը կմնան նաև հետագա սերունդներին։ Օրինակ Մռութիկը, հա, արդեն որ երրորդ սերունդն է լսում, հա։ Քանի որ ձեր ընտանիքը այսպես դարբնոց է կարելի ասել, հա, ժամանակակից էստրադայի երգեր գրելու, ընտրության հնարավորություն միշտ կա։ Արդյոք ունեք արդեն առաջիկա երգերի ծրագիրը, ինչ նոր երգեր կլինեն, ինչ պետք է գրվի, որովհետև հասկանալի է, որ նաև պահանջներ կան ժամանակի հետ, կոմերցիոն պահանջներ կան, որոնց պետք է համապատասխանել։ Անել բաներ, որոնք ավելի լավ կվաճառվեն։ Դե բնականաբար պետք է սերնդի հետ քայլել, պահանջարկները ինչ որ կա, փորձել բավարարել, բայց չկորցնել քո տեսակն ու դեմքը։ Օրինակ կան երգեր, որ ես չեմ երգի երբեք, չգիտեմ, ինչքան էլ որ դա կարող է շահավետ լինի, ես ունեմ իմ տեսակը եւ ունեմ իմ սկզբունքները, ուղղակի չեմ երգի դա, բայց ներկա պահին ես եթե չհաշվեմ, թե ինչքան երգեր ունեմ
կիսապատրաստ դեմո վիճակում, որոնք երևի մի 3 ձայնասկավառակ հաստատ կբավարարեն։ Նաև աշխատում ենք նոր, ինչպես խոսեցինք, ավելի սերնդին համապատասխան երգերի վրա։ Ու ասեմ, որ միայն քուրոջս երգերը չեն, կան նաև ուրիշ հեղինակների երգեր, սկսնակ հեղինակների երգեր, մի խոսքով, որոնք ժամանակի ընթացքում դուրս կգան։ Վերջերս տեսա, որ գիշեր է երգը, բրեպ տարբերակով է երգում։ Ինչ սիրուն էր ստացվել։ Շատ սիրուն։ Իմիջայլոց ես կարծում եմ, որ պետք է նման բաներ ավելի հաճախ անել։ Հենց այդ նոր երգերի մեջ կա նաև մտահաղացում անել նմանատիպ բան, բայց ոչ թե հին երգը, ոնց որ գիշերներ, այլ դրիվ նոր երգ, բայց համեմված ռեպով։ Որտեվ ես օրինակ իմ ձայնադարանում, երգացանկում նմանատիպ լուծումով երգեր չունեմ ու միշտ ուզել եմ ունենամ ու ես սիրում եմ համագործակցել սկսնակների հետ։ Ինչու՞ չէ, դրանով նաև ձեռք մեկնել իրենց, եթե կարող եմ օգնել ճանաչման առումով, ել ավելի լսելի դառնալու առումով ու պլաններում կա նաև այդպիսի համագործակցություն։ Պրոդյուսերները նաև ունեն խնդիրներ իրանց առջև, որովհետև հասկանալի է, որ այլևս այն տեսահոլովակները, որ տարիներ առաջ նկարում էին եւ դրանք էին դարձնում արտիստին հանրահարճակ, այսօր չկան այլևս այդ նահանջները։ Կարելի է շատ արագ համացանցով եւ այլն դառնալ։ Ավելի մինիմալիզմ։ Ավելի մինիմալիստական տարբերակով, ավելի քիչ ֆինանսներ ծախսելով, ավելի մեծ հրճակ ձեռք բերել։ Բայց կա դրա կողքին մի հատ ուրիշ շերտ։ Դա կոմերցիոն երգերի պահանջն է, հարսանեկան երգեր, կնունքների, հայրիկների մասին, մայրիկների մասին եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս պահին ի՞նչն է վաճառվող։ Շատերը դիտում են դեպի կոմերցիան, բայց լավ կլի գոնե կոմերցիայի մեջ էլ երգերը այնց լավերն են, որ երկար տարիներ մնան մի տեխնիկի կյանք չունենան, էլի երգես ու մյուս օրը չկա, որ դա միշտ հաճելի լսել է, միշտ ամենտեղ երգվի, ամենտեղ պահանջարկը լինի։ Հիմա մենք նորից Սիլվայի հետ ուրիշ աշխատանքներ ենք անում, ընտանիքով երգեր ենք գրում, տեսահոլովակներ ենք նկարանում, ձգտում ենք, որ երկուսն էլ մեջ լինի, եւ կոմերցիա եւ որակ։ Այդ ամբողջ բանը։ Ու մենք ունենք այդ երգերը արդեն էլի շուտով սա նորից։ Դե մի գաղտնի գոնե բացեք, լավ։ Դե չեք կարող։ Գոնե ասեք ժամկետային, մոտավորապես երբ սպասենք։ Այս տարի ունենք։ Ժամկետ չեմ կարող նշել, հա, որովհետև մեկ-մեկը լինում է, որ դու ժամանակից շուտ տենց առաջ ես ընկնում, ինչ որ ժամկետներ ես նշում ու մեկ էլ չի ստացվում, չգիտեմ այդ ժամկետին, դրա համար ուղղակի ասում եմ այս տարի անպայման Սպասում ենք։ Մենք համերգային մեծ ծրագիր ենք ուզում անել, Երևան, Մոսկվա, Լոս Անջելես, ոնց բանում, մեծ իրատուրներ, բանում։ Այս տարի ենք ուզում, բայց հանգամանքներն են ստացվում, որ այս տարի կարող է ուշացնենք չլինի, բայց մյուս տարի անպայման կանենք, որովհետև շատ մեծ համերգ ենք պատրաստում։ Հիմա էլ ենք պատրաստ, բայց ուզում ենք, որ երգերը էլ ավելի շատ թարմացվեն, նոր երգացանք։ Ես վստահ եմ, որ սպասում է հանդիսատեսը։ Եվ բացի այդ հաջորդ տարի կլրանա ուղիղ 20 տարի իմ բեմական կյանքի 20 տարին։ Չնայած ավելի շատ է, եթե ավելի ճիշտ ասեմ, ավելի շատ է, որովհետև 4 տարեկանից եմ զբաղվում, բայց ավելի շատ հաշվի առնելով այն, որ ժողովուրդը ինձ ճանաչել է 2006 թվականից, գիշերով դրա համար 20 տարի կդառնա մյուս տարի ու շատ կուզենամ իրոք, որ թե ֆիզիկապես, թե տեխնիկապես կարողանանք հասցնենք եւ լավ մենահամերգ ունենամ, թե այստեղ, թե Ռուսաստանում եւ թե Լոս Անջելեսում։ Ես վստահ եմ, որ շատերն են սպասում եւ շատ հետաքրքիր է, որ Սիլվան այսպես կյանքում ավելի հանգիստ, զուսպ, էներգիան շատ չվատնող մարդու տպավորություն է թողնում, բայց բեմում այդ շատերն են ասում։ Բայց բեմում բոլորովին այլ պատկեր ենք մենք տեսնում, Ես շատ իրոք շրջագայությունների գնացել եմ, դե ես միշտ խնայում եմ ինձ համերգներից առաջ, դες չեմ շփվում, չեմ խոսում, չեմ դուրս գալի, չեմ կոտորում ինձ, էլի, որտեվ գիտեմ, որ պատասխանատու համերգ ունեմ,
բոլորը ինձ այսպես նայում են, երևի մտածում են, լավ, այսքան փոքր-մոքր, ցենց սուս, ինչ պիտի անի բեմի վրա։ Հետո համերգից հետո գալիս է Սիլվա, քեզ նայում եք, չէինք մտածի, որ դու այդքան ճկուն ես, այդքան ճարպիկ ես, որ կարող ես այդպես համերգ տալ, ասում եմ, հա, իմ այդ իզյումինկան նաև դրա մեջ, հա, որ այսպես նայում ես, չես մտածի, բայց իրականում Դարձում համերգների ժամանակ հատկապես շատ եք ունեցել Ռուսաստանում, ոնց որ պիցերս մինչև Վլադիվոստոկ չկա մի հատ քաղաք, մեծ փոքր, որ համերգ տված չլինենք։ Գիտեք ինքը բեմ բացի երկելուց բեմի վրից, ինչ հայրենասիրություն է քարոզում, դուք մենակ պետք է լսեք այդ բայը։ Վերջում որ լուծ են գալի, չէ՞, ասենց ասում են դու մենակ չես երգում, Սիլվա, դու մեզ տեղափոխում ես Հայաստան, մենք այն ինչը որ դու բեմից ասում ես, ոնց որ մեր սրտի մեջ նստած լինի, դու մեր տեղ խոսում ես, ասում ամեն ինչ։ Մի խոսքով իրանք այդ ամեն համերից հետո ոնց որ մի կտոր Հայաստան են տանում, էլի նոր թարմացված իրանք սրտի մեջ ոնց որ այն մարած մոխը բանին գրակա տալ, էլ ոնց որ մեր վերջի խոսքենա հաճախ արեք Հայաստան, մեծ մայրը սպասում եմ, ու տենց ամենտեղ, այդ սերն էլ եմ տենում, ժողովրդի սերը հանդեպ Սիլվային շատ ես որպես կողից նայող, որպես ծնող հասկանում զգում եմ այդ ամբողջը ու դա աստված ինքը տենց էլ կմնա, տենց էլ կսիրեմ, որտեղ էլ չի, եթե մինչև հիմա չի փոխվել, չի փոխվել։ Ամեն ինչ դեռ առջևում է, ոչ թե փոխվելու է, որ մարի, այլ ճիշտ հակառակը։ Մարդու մեջ այսքան կյանք, այսքան էներգիա կա, նոր երգեր են գալիս։ Իրանց էներգիան մարի, ես կամ ալ էներգիան դե։ Ես թորնիկները կան դեռ։ Պապայի էներգիան անսահման է, ես միշտ ասում եմ քո էներգիայի կեսը ինձ լիներ, որտեղ մեկ-մեկ նայում եմ, ոնց որ տատիկը ես լինեմ։ Այ ինչքան եմ ջղայնանում։ Իսկ թե համերգներից առաջ, տեսահոլովակներից առաջ, մեր սիրելի Սիլվա Հակոբյանը որպես երգչուհի ինչ պահանջներ ունի իր պրոդյուսերից, մենք իմանանք դեսերտի շուրջ։ Պատրաստելու եմ շատ հեշտ, չափազանց հեշտ դեսերտ։ Արմավը դնելու եմ այրոգրիլի մեջ եւ մատուցելու եմ վանիլային պաղպաղակով։ Հիմա կտեսնեք ինչպես։ Հանում ենք արմավի կորիզը, այսպես։ Արմավի մեջ դնում եմ անկույզ։ Համեմում ենք դարչինով։ Մեղր ենք ծորացնում և դնում ենք 180 աստիճան տաք ջեռոցը կամ ճարպաջեռոցը։ Արմավը արդեն պատրաստ է։ Ես նախապատրաստել եմ պաղպաղակը։ Մենք հասանք մեր դեսերտին։ Ինձ թվում է մենք երևի շաբաթ մեկ անգամ ձեզ յուր գանք։ Ինձ թվում է բայց ինձ թվում է եթե ես գամ ապրեմ իրանց տանը, ես ահագին կիլոգրամներ կհավաքեմ։ Ես չի սպառնում։ Վայ, որովհետև բոլորը շատ մտահոգված է, որ տեսնում են դե էկրանից միշտ ցած հսկա եմ, չէ՞ երևում։ Ես էլ։ Բայց նենց որ տեսնում են, վայ, այս ինչն է օր, վայ, այս ինչ, հո բան չի եղել, որ ցած ասում չէ, երկու մանր երեխա, 3 հարկանի տուն, նորմալ է։ Այս լավն էր, երկու մանր երեխա, 3 հարկանի տուն։ Երապել պապա այսքանից է։ Պապան ամենաբարդն է պատմության մեջ, հետև ասում։ Հակոբ ջան, կխնդրեմ մեզ հյուրասիրեք Armenia Wine ընկերության V&M կոնյակը, որը 10 տարի հնեցվել է 8 մետր խորությամբ բազալտե մալանում եւ ողջ 10 տարիների ընթացքում հնչել է Արամ Խաչատրյան
երբ հնեցրել եւ հիմա այսօր էլ եթե գնաք Արմենիա վայնի գործարան, երաժշտությունը միացրած է եւ հնացումը անցնում է հենց Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Այդ երաժշտությունը ես եմ միացրել։ Պատկերացրեք թե կոնյակի Շնորհակալություն։ խմելուց հետո ոնց ինչ ենք երգելու։ Ես սպասում եմ, նայեք, խոստումներ չտակ հետո այնպես ստացվի, որ չի երգենք։ Ես ճիշտ ձեռս վրա եք, ցես։ Դուք ամեն ինչ ճիշտ եք անում։ Դուք ոնց կարաք ինչ որ բան սխալ անեք, երբ արդյունքը տեսանելի է։ Մամենք։ Իսկ դեսերտը, որ հիմա փորձելու ենք, արմավե, դարչինով, մեղրով, ընկույզով դրված է ջեռոցի մեջ եւ պաղպաղակին այսպես հետաքրքիր նոտա պիտի հաղորդի։ Կոնյակը փորձենք։ Իսկապես Արամ Խաչատրյանի երաժշտությամբ բարուրված։ Բայց հայրիկը որպես խմիչք ավելի շատ Շատ լավն է։ փորձած մարդ ինքն կասի։ Ես էլ, հա, ես մի հատ պատմություն կպատնեմ։ Սիրով, ես սիրում եմ պատմություններ։ Ես ընդհանրապես սիրում եմ ողի։ Մի օր հյուրեր ունեցա։ Մերոնք են վայքից եկել են, աղբերներս են։ Ասի ողի խմեք, կոնյակ խմեք, ինչ խմեք, ինչի որոշի որ կոնյակ խմեք։ Բերինք, տնենք սեղան դրածա կոնյակներ, բերին, բացին, բաժակներ, լծին, շիշտս դրած էր։ Հալը հաց ենք տուն, եկին նայմ շշի վրա 25 տարվա հանեցման։ Հասյալը մի հոպ է, սաղ լծնի շիշը, ասի ժորդ ճան, դուք ես կանյակ են ծնեց խմեր բեք է կայր։ Բայց իրոք։ Եկ ես դեզ ուրիշը բերեմ, էտի պագից տան, ասի ես կունյակ 25 տան, ես որ չենք Կարի դեզ իմիջայլոց խմել է այդ կոնյակը։ Ուրիշ բան դիսերտ նստենք, Հա, կամ առիթ լինի 25 տարեկան լավ էլի ակու բացի չեք խմել։ Հիմա մենք ձեր բացառած հետո Արամ Խաչատրյան երաժշտության իրոք համար լավ ուրիշ է։ Շատ լավ։ Ինչ եմ ուզում ասեմ, հենց այնպես չասեմ էլ, հա, ոնց որ բայց իսկական երբ որ ես պատմեցիք երաժշտության տակը հաննացվում կանյակը 10 տարվա ու դու արդեն խմելուց ուզում ես համում է այդ հասկանում։ Ու հիշողության մեջ մնում։ Հա, ու ինքը շատ համով էր ու ես Բրավո, մերսի։ շնորհակալ եմ մեզ այս Ձեզ մերսի այդ լավ պատմության համար։ Շնորհակալ եմ։ Գիտես, ինչ օրինակ հիմա ուրիշ մեկը լիներ, կասեր, «Վայ, այս պատմությունը որ պատմեմ կմտածեն, ես չեմ ուզել կամ թաքցրել», բայց սա այնքան ճիշտ ու այնքան համով պատմություն է։ Հենց խմել։ Որ շատ լավն էր։ Հիմա ինձ ինչն է հետաքրքիր, պարոն պրոդյուսեր։ Հայաստանում ռայդերներ որպես այդպիսին արտիստները շատ չունեն, բայց դուք որպես եւ ընտանիքի անդամ, եւ հայր, եւ պրոդյուսեր վստահաբար գիտեք այն պահանջները, որ Սիլվան որպես արտիստ ունի հատկապես համերգների օրերին, հատկապես դրանից առաջ։ Մի քիչ պատմեք էլի դրա մասին։ Չէ, գիտեք, այն ժամանակ մեզ մենակ հրավերներն էր, մենք որ ռայդեր էին ասում, ինչ էր ասում, բայց ինչ պետք է գրենք, ինչ պետք է անենք։ Բայց հետո գնալով, երբ որ արդեն ավելի շատ խորացանք այդ արվեստի այդ աշխատանքների այս համերգների ու հրավերների մեջ հասկացանք, որ յուրաքանչյուր երգիչ-երգչուհի պետք է ռայդեր ունենան։ Նուխ առաջերտին իր ամենամեծ ռայդերը այն պետք է լինի, որ կողքը մարդ լինի։ Պրոդյուսերի, չգիտեմ, մենեջերի, թեկուզ օգնականի ցանկացած երգիչ ու երգչուհի պետք է կողը ունենա մեկը վստահ անձնավորություն, որ ինքը իրան վստահ զգա։ Ուր գնալուց իմանա, որ իր հետև մարդ կա, կանգնած, ամեն հարցեր կլուծի, իրան մնում է մենակ երգելը։ Իսկ հետո հասկացանք, որ ռայդերներ պետք է, որտեղ տարբեր քաղաքներ ես գնում, տարբեր տեղեր, հյուրանոցներ են, ապրելակերպը, ճանապարհածախսեր են, արդեն թռիչքներ են, հետո գալիս է բեմը, բեմում ինչ պետք է առնի, ինչ ապարատուրա, ինչ միկրոֆոն։ Մի խոսքով շատ բաներ կան, որ դու պահանջում ես, դե չենք ասում, որ նես տուներնի, որ 4 ուսամուտներից էլ մասի սարը երևա։ Կապ չունի որ երկրում։ Հա, որ երկրում է, ուղղակի մեր գյորայի, սենց ասած էլի, համապատասխան բան ռայդերում գնում, ուղարկում ենք, ու բոլորը հլում ապտեղ, որ գնում ես ու դու քո գրածին ռայդերին ոչ համապատասխան ունես բաներ ես տենում, դու կարող թողես հետ գաս։ Մի անգամից, որովհետև եթե արդեն
վերաբերմունք հասկանում արտիստին չհարգելա, լուրջ չմոտենալ նա իրաց գործին։ Եղել են նաև նման բայրեր են, որ հրաժարվել ենք նույնիսկ դուրս ենք եկել։ Խոսքով սենց բաներ։ Սիլվա, ինչ պահանջներ ունես համերգից առաջ, չեմ ասում բեմի տեխնիկական պահանջները, հա, որպես արտիստ քեզ երջանիկ զգալու, պատրաստվելու, քեզ կոմֆորտ զգալու, որ բեմում քեզ լիարժեք կարողանաս բացել։ Ես միշտ համեստ եմ պահում ինձ, ճիշտն ասած, այդպես երբեք ինչ որ պահանջներ չեմ դրել, միակ բանը, որ ինձ համար շատ կարևոր է, դա լավ հնչողությունն է, որովհետև երբ որ վատ հնչողություն է լինում, դա անմիջապես փոխանցվում է արտիստին, այդվում նաև ինձ ու ներվայնանում եմ շատ դրանից, երբ որ տեսնում եմ, ես ինձ լավ չեմ լսում կամ տվյալ ձայնային ռեժիսորը չի կարողանում ապահովի քո ուզածը գոնե մինիմալ գոնե միջին կարգի ու շատ դեպքերում համակերպված երգում ես ինչ եղավ, ինչ կլսես, իսկ դա շատ նյարդայնացնում է ինձ, որովհետև կրկնակի ձայնալարերի կորուստ ես ունենում, այդ նյարդային այդ վիճակները ամբողջովին փոխանցվում է քո հոգեվիճակին, քո ձայնալարերին եւ արդյունքում քեզանից շատ գնում է այդ Երբ որ գնում ես փորձի, ամեն ինչ նորմալ, ճիշտ, դասավորը գալիս ես երկելու ժամանակին, ոնց են էլ չես կարող կանոն ասես։ Հա, հանդիսատեսը մեղք չունի, չես կարող այդ դինամիկան կոտրել, հա, ստիպված ասում ես դե լավ, ոչինչ, ինչ լինում է, թող կոտրվի իմ գլխին, հա, բայց իմ համար ամենաառաջինը դա է, որ լավ լինի։ Իսկ ունես ծննդային պահանջներ կամ կարիքներ դրանից առաջ, որ օրինակ ինչ-որ մի օր առաջ ինչ-որ բաներ չես ուտում, չես օգտագործում, որ քեզ ավելի հանգիստ զգաս, ավելի կոմֆորտ զգաս։ Չէ, միայն փորձում եմ շատ ինձ ֆիզիկական ինչ-որ տենց ոնց ասեմ, հանգստություն էլի հիմնականում այդ տեսակ դուրս չգալ, բան չանել, չվազել, չգնա, այդպես, ինչպես որ ասեցի, հիմնականում դա է, բայց ուտելիք բան չէ, դրանց այդպես ինչ որ բաներ չեմ, հա, պահանջներ չեմ։ Քանի որ դուք ամենաշատը երկուսով եք միասին ճամփորդում, ճանապարհը ինչպիսի է Սիլվան։ Բայց անկեղծել եմ, որ ձեր երեխինա բան չանեք, որ ոյ նույնիսկ լավ ճանապարհի ընկեր անես, որ երեխա է։ Չէ, մենք այսօր բոլորը անկեղծ ենք խոսացել։ Ոչ մի բան չենք ստել։ Մենք արդեն ինքան ճանապարհ ենք անցել 2006 թվականից մենք ճամփորդությունը սկսել ենք, մեր արդեն 20 տարի։ Շատ գիտեք, արդեն մենք ես գնում, կարող ենք ստից 12 ժամ թռնենք, իրար կողմը նստածենք, նույնիսկ չխոսալ։ Մենք կարող ենք լուր լինել։ Հա, լուր, մենք լուրն ենք իրար հասկանում, էլի, չկա, ես ասենք Սիլվան նույնիսկ դեմքից չնայեմ, չէ, ինքը առաջ ընկած քայլի ես հետևից, ես արդեն ես գիտեմ իր մոտ ինչա կատարվում։ Չգիտեմ, արդեն այնքան խորը գիտենք, որ բան չի, էլի, այտենց ասենք իրար չհասկանանք, էլի, որ էլի մի բան Կարող բաները լի չղայնանան իրա վրա, ինքին վրա, էլի, չես կար ասես, որ պայն կարող մի բանիքն է սխալանում, ես եմ ջղայնում, հետո հասկանում ես եմ սխալ, կարող մի տեղ ինքը ջղայնցում է, հետո հասկանա, որ ես եմ սխալ։ Բայց դա ինձ այդքան հաճախ չի։ Բայց ես երբեք իմ կյանքում չի ելել, հազար դեպք կարող ալի, որ 1000% սխալ ես եմ, ես դա ընդունեմ։ Հա, ինքը չի ընդունում։ Ճիշտ կա, այդ ես եմ։ Չի ընդունում։ Բատես ոնել է ոնց կլներ։ Չէ, իրոք չի ընդունում, ու այդ իրա չընդունելն էլ է, քո վրա ասենց է, որ ասենց դրանից էլ էս նյարդայնանում, որ ինքը չի ընդունում։ Դե ինչի նման կլներ։ Դե լավ գոնե մեկ-մեկ։ Դե մեկ-մեկ կարող է։ Մեկ-մեկ կարելի է։ Ինչ նպատակ եք ձեր արժև դրել որպես պրոդյուսեր Սիլվա Հակոբյանի համար։ Դե եթե հիմա ես բան պետք է ասեմ, այդ արդեն անցած էտապ է, որ ասեմ, այն ինչ որ դրել ենք, հասել ենք միտեղ։ Չէ, նոր։ Չէ, դե ես ինչ եմ ասում, այն ինչ որ նպատակը կար, Սիլվային ճանաչում բերեր, որ Սիլվային ճանաչեին, ընտանիք չճար։ Իսկապես ցան, մեր ցան, ես այն ժամանակ ինձ ոչ միտեղ չէին կանչում, ձեր ոչ մի բան չէ, ընդ երազում եմ բեմ բարձրանալ։ Մի անգամ էլի գոնե։ Բայց հետո մի անգամ բարձրացա, այլ բեմից չի չա, հետո իրաց բարձրացի, հետո շատ երեխեք բարձրացի, լսողները որ ճանաչում ենք իմանան։
Ես արել եմ ամեն բան, որ հասցնեմ այն ինչ որ ես երազել եմ հասցնեմ Սիլվան։ Իմ երազանքները որ համաշխարհային լինել Սիլվան, բայց իմ լեզու չունենալ իմ տունը շատ քանդեց։ Եթե ես անգլերեն տիրապետ էի, հիմա այն BBC-ից հետո մեր ճանապարհը ուրիշ տեղ գիտար։ Իմ լեզու չունենալ պատճառով դից եղավ, բայց հիմա այն ինչ որ ես ուզում եմ, արդեն Սիլվան մի տեղ է, որ այդտեղ արդեն բոլորն են, այսինքն որ հասել է, որ կա ու երկար մնալու է։ Պետք է որ ընդ դու քոնը ներկայացնես ու լավ ներկայացնես, որ դու ասենք ճանաչում ես որպես Սիլվա, հիթեր ունեցել, լավ երգեր ունեցել, ու ինքը միշտ էլ այտենց մնա։ Ու կմնա, ես չեմ կասկածում, որովհետև մեր հայկական շոուբիզը ինչքան էլ որ վերև բարձրանանք, համաշխարհայիներին էլ չենք հասնի, իսկ մենք ընդ եկանք ու սա լավ մեր լեգենդերն էլ ընդ է, մենք էլ ենք ընդ է, շատ լավ տեղ է, որ ժողովուրդը բոլորը ճանաչում են, ընդունում են, սիրում են, ու մենք էլ պետք է անենք, որ այդ սերը հավերժ մնա, լավ մնա ու երգերն էլ լավն են, բոլորին սիրելի ու հոգեհարազատ։ Հիմա մենք հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Մի անգամ ինձ հարցրեցին, ասեցին, իսկ չես ուզենա քեզ վաստակավոր արտիստ տան, ասեցի չէ, ես կուզենամ 80 տարեկանում ինձ ժողովրդական արտիստ տան։ Որովհետև այդ սերն է, ժողովրդի սերն է ամենաթանկը։ Այո, իա։ Ինչի համար է շնորհակալ։ Առասարակ։ Այո։ Օ, ամեն ինչ։ Ինչ որ ունեմ։ Օրինակ։ Իմ ծնողների, իմ ընտանիքի, Երեխաների գոհ Սիլվայի ամուսնուց։ Ոնց կարողանում եք։ Ունած փեսուն շատ չեն գովա։ Երես չեն։ Երկուսը ունեմ։ Ահա։ Երկուսն է շատ լավն են, իսկականն են ու մենք այդ պահով որ ասենք ինչ որ մի բան մեր ապրած կյանքում որ կարող է հանկարծ հասկանում եք, որովհետև մենք մի հատ սկուր ընտանիք էինք ամրացած մեկով բան, հետո գալիս է դրսից մտնում են մարդիկ, չէ՞, օջախ ու այդ օջախը պետք է բազմանա, շատանա, հարցը գալի է, տղերք են գալի է տեսանել, որովհետև չես կարող կողմը, ընտրողը իրակ են, դու չես կարող իմանաս լավն է, վատն է, փառք Աստծո եւ հարցիկը եւ տեսաները շատ լավն են ու ոնց որ հիմա ես ասում եմ վարկից եկել ենք 5 հոգի, դարել ենք 15 հոգի, 6-15 հոգին միշտ մի սեղան նստում ենք, մենք բոլորի ընտանիքներում ես ցանկանում եմ նույնը, ու ցանկալի կլինի որ 25 հոգով լինենք։ Ամեն ինչ դեռ արժևում է։ Ամեն ինչ դեռ արժևում է, դրանք ոնց կլինի, Աստված։ Շատ շնորհակալ եմ այս հանդիպման համար, շատ այսպես ընտանեկան ջերմ, ես ինձ այսօր հետաքրքիր է դուք եք ինձ հյուր եկել, բայց ես ինձ ձեր ընտանիքի մի անդամ եմ։ Հետաքրքիր է, բայց սկզբնականից մեր հետ եկել։ Միլային կանչենք, բայց գոնե հաջողանի, բաչի կանենք մի հատ։ Միլա։ Լսեն մեզ։ Միլան արդեն այնտեղ հայկական սենյակում երեխաների հետ խաղում է, մի քիչ դժվար է Միլային բերելը։ Մի որ խնդրեմ ինձ քո բանում, բլոգում բան կանես, կդնես ինձ համացանց։ Նա սելֆի արեք։ Հենց այդ սելֆի կանես։ Անպայման, Շատ շնորհակալություն։ Քանի որ ես համարվում եմ այջում դնենք, որ իր ֆոլովերները ինձ տեսնեն, էլի։ Միլ ջան։ Քանի որ ես համարվում եմ իր էջի Ադմինը, ռեժիսոր, օպերատոր, սցենարիստը, մոնտաժողը եւ կլիպմեյքերը եւ վիդեոմեյքերը։ Հիմա աջաստում է, չէ, շատ բանից խաբար չի, բայց վաղ միսուր ինքը կմեցան, մեկ էլ կհասկանա մի 200-300 հազարնոց էջ ունի, ու երցման իրան բան, ոնց են ասում, պատպիսչիկը ռուսեն հետևորդներ, հետևորդներ, ու ինքը կարող է աշխատանք։ Շատ շնորհակալություն, որ այսօր ինձ հյուր եկար։ Ես շատ ուրախ եմ, որ քեզ վերջապես իրականում տեսա, որովհետև Instagram-ում նայում եմ, մտածում եմ, այս երեխան իսկական թե հեքիաթից է, բայց բառը դու իսկական հեքիաթից ես։ Շատ շնորհակալություն։ Բա դու ասում շնորհակալություն։ Չէ, դե լավ, ոչինչ։ Շնորհակալություն, կարամ քեզ պաչի կանեմ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ շատ լավ է, թող խաղում։ Ինչ ես ծամում։ Ինչ ես ուտում։ Բանիրով։ Պանիրը քեզ։ Բան եմ հանում։ Երեխան պանիրներ, իսկ մենք պանիր այդպես էլ չտեսանք։ Ստացեմ ենք շատ բաներ ունենք շփվելու տեսախցիկից դուրս, իսկ ձեզ համար
Այսքանը Ձեր հյուրերը միշտ ավելանան չպակասեն եւ նկարման համար եւ հավաքույտների եւ սնջեր Մերսի շատ, շնորհակալ եմ։ Իրոք բոլորը հավատա շատ ծարավ են այս տեսակ པարս զրույցների, հանդիպումների, թող այդ միշտ լինի քո օջախում։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, իսկ դուք սպասեք առջևում նոր տեսահոլովակների, նոր երգերի, որոնք դեռ գալու են, որոնք դեռ սրտեր են գրավելու, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր անհամբերությամբ սպասում են միշտ Սիլվա Հակոբյանի նորություններին, նրանք շատ շուտով զարմանալու են, հիանալու են եւ կրկին ուրախանալու են։